Բարև իմ հայ ժողովրդին, անկախ նրանից հայը որտեղ է, Հայաստանում է, Ամերիկայում է, Ռուսաստանում է, Թուրքիայում է, նույնիսկ եթե Ադրբեջանում հայ կա, բոլորիդ ցանկանում եմ լավ օր։ Ժողովուրդ ջան, ես սենց մի բան ունեմ ասելու, մեր հայերը Հայաստանի ապրողներից էլի, շատերն են այս թեզը օգտագործում, որ Ռուսաստանի հայերը, Եվրոպայի հայերը, Ամերիկայի հայերը լքել եք Հայաստանը, մի խառնվեք մեր գործերին, մի խառնվեք, այտենց ասում են, ժողովուրդ ջան, դա ամենասխալ խոսքն է, որ դուք օգտագործում եք։ Ես հիմնավոր եմ իմ խոսքերը, որ բոլորիդ հասկանալի լինի, հայը ամեն տեղ մնում է հայ, որտեղ էլ լինի, նրա ուշքը և միտքը Հայաստանն է։ Ուրեմն 94 թվից հետո 1994 թվից հետո ինչ կատարվեց ղարաբաղցիների հետ, Հայաստանի հայերին նույնիսկ թույլ չէին տալի մտնեն Արցախ, հիշում եք, Սասնա ծռերին ջարդին ընդեղ, թույլ չէին տալի խառնվեն ղարաբաղցիների կյանքում, նույն Հայաստանի ղեկավար Քոչարյանը, որ արդեն Հայաստանում էր, նա ինքը թույլ չէր տալի, ասում էր Ղարաբաղը առանձին միավոր է, մի խառնվեք։ Ժողովուրդ, ինչ եղավ իտոգը, Ղարաբաղը մնաց ընդե ժողովուրդը լքեցին։ Հիմա այս նույն սխալները թույլ եք տալի Հայաստանում, մի արեք, հայերին մի անջատեք, ամբողջ աշխարհի հայը պիտի Հայաստանի համար պայքարի, ամբողջ աշխարհի հայերը։ Եթե նույն Ղարաբաղցիների նման արիք, Ղարաբաղի օրն եք ընկնելու։ Մի արեք նման բաներ, մի ասեք, մարդկանց նման բաներ մի ասեք, մի կոտրեք նրանց սիրտը, նրանց հոգին, մի խանգարեք, կրկնում եմ, հայը որտեղ էլ լինի, առավոտից իրիկուն նա միայն մտածում է Հայաստանի մասին, ուզում է Լոս Անջելոսում լինի, ուզում է Մոսկվայում լինի, որտեղ էլ լինի, նա առավոտից իրիկուն մտածում է Հայաստանի մասին, նրա ապրելը, որ ընդ է ապրում, դա կապ չունի։ Հասկանում եք, մարդը ասում է մարմինը հոգին է մնում, հոգին է ողջ մնում, մարմինը թող գնա կործանվի Լոս Անջելոսում, Ռուսաստանում, էմիտեղ, բայց հոգով նա միշտ էլ հայա Հայաստանում է, մի արեք այդ մարդկանց հանդեպ այդպես բաներ, մենք մի ազգ ենք, մենք բոլորս էլ պետք է պայքարենք Հայաստանի համար, հայ ժողովրդի, որ հայ մարդը լավ ապրի, աղքատ մարդ մեր երկրում պետքա չլինի, հասկանում եք, մեր ազգի մեջ պետքա չլինի, թոշակառուն պետքա նորմալ ապրի, երբ որ երիտասարդը չի կարողանում իր համար վաստակի, երիտասարդին մենք խոսք ունենք ասելու, ճանապարհ ունենք ցույց տալու, որ նա գնա այդ ճանապարհով, նա գնա աշխատի, որ լավ ապրի, բայց մենք թոշակառուին ճանապարհ չունենք ցույց տալու, նրանք մեր ծնողներն են, հասկանում եք,
ցույց մի տվեք մարդկանց ուրիշ ճանապարհներ։ Նամանավանդ երկրի ղեկավարների մասշտաբով աղքատների ու թոշակառուների մասին նման բաներ մի ասեք։ Ժողովուրդ, այդ թեզը վերացրեք ձեր մտքից։ Մյուս անգամ մի ասեք այդպես բաներ։ Մի ասեք, կընկնեք Ղարաբաղի օրը։ 94 թվին բոլոր ղարաբաղցիները պնդում էին, որ հայերը պետք է չխառնվեն իրանց կյանքին։ Իրանք ոնց կուզեն նենցեք կառավարեն, մենակ իրանց փող տվեք, էլ գործ չունեք մնացածը։ Չի կարելի նման բան։ Ասում եմ, աշխարհի ամեն մի հայ պետք է պայքարի Հայաստանի գոյության համար։ Տոչկա։ Ուրիշ զրիկ չի կարող լինել այդ թեմայով։ Լավ եղեք, լավ մնացեք։